Պետրոսը Սուրբ Կովա չէ այստեղ այս անտիֆեյքի տարածքում Սրբազան, այո։ Հա, Սրբազան։ Ուրեմն ինչ ասեց Ներսես Երիցյանը։ Միակ մարդն էր, որ ճշմարտությունը ասեց, այն էլ է նրա պատճառով, որ դժվարանում է խափի, ու այդ խափելը պետք է անեն ձևակերպի, որ մի քիչ արժանահավատ լինի։ Ու երեք ինքը ծակվեց։ Ինքը ասեց ախպերներ, այս ամեն ինչը ԵԱՏՄ-ի պահանջ է։ Հա։ Դե Ռուսաստանում էլ ամսի 1-ից ստորագրել։ Ահա, իսկ Ղազախստանում 2-3 ամիս է դա տենց։ Ու մինչև Ներսես Երիցյանը այդ չասեց։ Մենք չենք ջոգել։ Դե որոշները ջոգել էին։ Բա ինչի ես գրում այդ երկրների ցուցակը ու ոչ մի ուրիշ բան չէի գրում։ Որից արդեն պարզ էր դառնում, թե Ահա։ ես գտով։ Հիմա տես։ Պաշտոնական ոչ մեկ այդ բանը չի հայտարարել։ Ներսես Երիցյանն է ծակվել, եթե։ Միամիտ։ Դու լսել ես մեր սրտի վարչապետը ասի էս ԵԱՏՄ-ի պահանջը դրա համար են։ Չես լսել։ Հասկանում ես, չէ՞, բոլորը այդ հեքիաթները հորինում են։ Մինչև Ներսես Երիցյանը խեղճու կրակը դուրս եկավ ասել Whistleblower։ Հա, ԵԱՏՄ-ի պահանջը։ Այս երրորդ շերտն է։ Այ քեզ շերտը։ Բայց հələ սպասի է, չորրորդ շերտը։ Դուր եք գալիս շերտերը։ Հա։ Նայ, չորրորդ շերտը հետևյալն է։ Ինչա այդ ցուցակը որ նայում ես, չէ՞։ Մտածում ես ախպեր։ Աշխարհի ժեխ երկրներից այդտեղ մենակ Զանզիբարը չկա։ Որովհետև ինքը պետություն չի։ Ու ԵԱՏՄ-ի Ազատիայի մասը։ օպերատոր չունի։ Հա, Սոմալի բան, դրանք մի քանի հատ այդպես չխմած բան չկա։ Աչի մուտը ախպեր, Շվեյցարիան չկա այդ ցուցակի մեջ։ Ֆրանսիան չկա։ Բելգիան չկա։ То даже Ալբանիան բոյով վարչապետ։ Կոնգոն էլ բան չկա։ Դա էլ չկա։ Սենեգալը։ Չէ, Սենեգալ, Բենեգալ, թող ես եվրոպական երկրներ եմ ասում։ Դրանց քիչ կան։ Ու դալշե սկսում է շատ հետաքրքիր բան։ Այդ երկրները չկա, որովհետև այդ երկրներում այդ մեխանիզմը совсем ուրիշ ձև է աշխատում։ Եվրոպական չափման ուրիշ է։ Եվրոպական մոտեցումը ուրիշ է։ Ինքը ասում է ախպեր, եթե մարդ ունի հեռախոս, իմ գործը չի, որ դու ինքը ունի այդ հեռախոսը։ Ես ունեմ օպերատորներ, ես որպես պետություն այդ մարդու տվյալը իրավունք չունեմ ձեռ տամ այդ մարդու տվյալը այդ մարդու ու օպերատորի միջև պայմանագրային հարաբերությունների տվյալը ես էդի կարամ ստանամ մենակ իրավական գործընթացի հետևանքով Պրոցես ունեմ։ Քնչական օրինակ։ Ո քնչական հազարումի, բայց իրավական process-ով։ Խնդիրը այնն է, որ AES ռեջիստրին սարքելով 3000 կամ 100,000 դրամ մուծել ստիպելով ու այդ բազաները Աստված գիտի ինչ ուրիշ բազաների հետ հատելով մենք ստանում ենք այն ինչի մասին ասում ենք, որ սա թվային կոնցլագեր է։ Տեսեք, թվային կոնցլագեր ասելով մենք հասկանում ենք, որ պետությունը հավաքագրում է այնքան տվյալ, որ ինչ որ մի պահից այդ տվյալները լինեն, այդ տվյալների հավաքագրումից հնարավոր չլինի խուսափել։ Լիբերալ մոտեցումները հետևյալն են, որ կարելի է հավաքագրել տվյալ միմիայն պայմանագրային կամ օրենսդրական նպատակի ապահովման համար։ Իրավաչափ նպատակն է կոնվենցիայի։ Ինչ ենք ասում, ասում ենք ես օպերատորին այդ տվյալը տալիս եմ, որտեղ օպերատորը պետք է ինձ տա ծառայություն, ճիշտ է։ Ճիշտ է, պետությունը ինձ ինչ ծառայություն է տալիս email-ով, որ պետք է այդ տվյալը հավաքի։ Չի տալի, մենակ հսկում է, որ իբր թե մաքսանենգություն չանես, էլի։ Մաքսանենգություն չանելը հազար գործիք ունի։ Նայ։ Կա համաչափության սկզբունք։ Իրավաբան մարդ։ Տեսա։ Հա։ Սա Այդ ոնց որ ասես, սկզբունք շատ կարևոր բան է։ Չէ, այդ ոնց որ ասես, որպեսի բռնաբարություններ չլինեն, պետք է համապատասխան բանը անել, որտեվ չէ, կտրել կանանց մոտ կարել։ Հա։ Համաչափություն։ Բանա։ Վստահաբար բռնաբարությունները կավարտվեն։ Կզրոյանը, դες չեն անում։ 100%։ Հա։ Բա ախպերներ, մաքսանենգություն եք անում։ Արփինե Հովհաննիսյանը այսօր շատ լավ պատմություն պատմել է։ 2025 թվականի Արփինե ջան, բարև ձեզ։ 2025 թվականի հունվարի 1-ից այս մեր սրտի
մաքսայինը, թե հարկայինը, թե իրանք հիմա իրար հետ են, ես չգիտեմ ինչ Իրար հետ Պեկը։ պեկը։ Հա, այ այդ մեր սրտի պեկը պետք է ուսումնասիրություն աներ, որը հասկանալ, այդ մաքսանենգություն կա, չկա, քանի տոկոս է, տվեր, մվեր, ինչ որ sense բաներ։ Մեր սրտի վարչապետը խոսաց, Ներսես Երիցյանը խոսաց, Բաբկեն Թունյանները տարբեր խոսացին, ինչ որ մեկը ասեց, քանի տոկոս է այդ տվերը։ Հա, էլի, ինչի դեմ է պայքարը։ Ներսես Երիցյանը ասաց մի 30-40% է այդ տվերը։ Բայց չասեց, որ դա պեկի տվյալը։ Ոչ մի պաշտոնական տվյալ չկա 25 թվականի հունվարի 1-ից Այո։ մարդիկ դրած ուսումնասիրում են, քրտնում են։ Մինչև գիշերվա 12-ը գործի են, ուսումնասիրում են, 1.5 տարի անցել է չգիտենք։ Տես մի 2-40% էլի սենց։ Հա? Բայց ԵԱՏՄ-ի պահանջով այս ամեն ինչը ներդնում ենք։ Դա, Լավ։ Այս մի շերտն էլ փակեցինք, օքեյ։ անցնենք մյուսի։ Անցնենք մյուսի։ Անցնենք հա, մյուսի։ մյուսի։ Ուրեմն այ այդ 5-րդ, շտեմարանը, ես հաշվում եմ 5-րդ, այս շտեմարանը, 5-րդ այս շտեմարանը պետքա շերտն է։ մշակի Ահա, ինչ որ մի հատ երրորդ կողմ։ ոնց երրորդ կողմ։ Այդ այնց երրորդ կողմ։ Այսինքն Մասնավոր կազմակերպություն, տենդեր պետք է հայտարարեն, ոնց որ շատ դեպքերում արվում է, էլի։ Ահա։ Outsource արվում։ outsource արվի։ Ես Բայց մեկին լրացուցիչ լիքը ինֆորմացիա։ ու փող, Ու փող ամենակարևորը հա, չէ։ ժիվոյ փող։ Պետական փող։ Դու նայի, Հարկերից։ ուրեմն, չէ, Հա, ինչ բաներից հարցեր։ այդ այդ 3000 դրամ, Հա, 100,000 դրամ, Դա գնում է նրա, հա։ բայոնում պիտի գնա։ հա, միատել իմ հարկերից ու ամենակարևորը։ Բեք գրած գանք, որ այդ շտեմարանը ստեղծելու ոչ տենդերն եք տենալու, Հա։ ոչ կատարողին, Իհարկե։ չզեկուցվողով գնալու է, Գախնի տակը մտնելու։ մի ոնց էր, մի սֆաթից առնել էր, ոնց էր դա կոչվում։ Մեկ աղբյուրից Այ, գնում, այ, ուղիղ գնում։ Այ հա, էլի, այդ այնց լնելու է։ Մի սատից գնում։ Այդ 5-րդ շերտը եղավ, չէ՞։ Այո։ Լավ, 6-ը ուզում եք։ 7 Արի 6-ով սահմանափակվենք, 6-րդն էլ ասա։ 6-րդն էլ ասա։ Որտեվ այսօր հետաքրքիր մի թեմա էլ ունի։ 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հրապարակել էին հայկական ինֆորմացիոն համակարգերի մի շարք հայկական ինֆորմացիոն համակարգերի դամփեր։ Այդ Նախ ասենք դամփը ինչ Հա, է։ էլի։ Դամփը տվյալների հավաքածուներ։ Okay. Ինչ կար չկար մեջից հանել էին։ Բայց խնդիրը որն է, որ իրանք հրապարակել էին մենակ այն, ինչ իրանք ուզում էին, որ մենք տեսնեինք։ Դե, Մենք չգիտենք ինչ են իրանք ունեցել։ Գիտենք, որ օրինակի համար ունեցել են Ղարաբաղ Տելեկոմի ցաղբազան։ Հա, դրա մասին կար բան։ Հա։ Ու տենց մի շարք բաներ։ Հիմա հարց։ Եթե մենք չգիտենք, ինչ հիմնարկ է։ Եթե մենք չգիտենք, ինչ սկզբունքով է այդ ամեն ինչը մշակվելու։ այո։ Եթե մենք չունենք հանրային հսկողություն այդ գործառույթի վրա, գործառույթի ոչ թե գործիքական։ Okay։ Մենք չունենք հանրային հսկողություն, որտեվ ոչենա գաղտնի է այդ ինֆորմացիան, որտեվ Ներսես Երիցյանը ասում է ցանկացած մարդ կարող մտնի իր email-ին ստուգի։ Այսինքն գաղտնի չի, Հա, դա էլ է խնդրեմ։ հա? Բայց ով այդ ամեն ինչ անելու, բարձ չի։ Ոնց է դրա անվտանգությունը ապահովելու, բարձ չի։ Ինչ տվյալ է հավաքագրվելու, բարձ չի, որտեվ օրենքի մեջ գրած է, անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն։ Ներսես Երիցյանը ասում է, անձնական տվյալ չի հավաքագրվելու։ Բա ինչ հավաքած։ Չէ, մի րոպե էլի։ Հարցը այնա թե որն է անձնական տվյալը։ Այո, չէ, անձնական տվյալը པարզ է, ինչա օրենքում գրած է։ հասկանալու։ Օրենքում գրած է ինչա անձնական տվյալը, մեր օրենքն էլ GDPR-ից copy paste եղած է։ Վատ օրենք չի։ Այնտեղ ուրիշ խնդիրներ կան, եթե ուզում ես դրան էլ անդրադառնանք, բայց խնդիրը որն է, նայ 82 գլուխ մեզ պատմում են 85 պատմություն։ Այո։ Տարբեր պատմություններ։ Տես, ես հիմա խոսեցի այս 6 շերտի մասին, Այո։ ես կարամ ասենց, գիտես ինչքան խոսամ։